Արուզը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն փետրվարի 9-ն է, ես ահա հենց նոր Թբիլիսիից հասա Ախալցխա եւ որոշեցի միանգամից պատրաստել ձեզ համար հաղորդում, քանի որ շատ կարեւոր օր է այսօր։ Մեկ շաբաթ է զբաղված էի եղբորս պլանային վիրահատությամբ, գանգի ռեկոնստրուկցիայի համար, այսինքն պլաստիկ վիրահատություններ, դրա համար բավականին զբաղված էի, չէի կարող նորմալ ձևով անցկացնել հաղորդումներ։ Հիմա արդեն հույսով եմ, որ նորմալ կվերադառնանք բնականon հուն։ Անպայման լայքերը դրեք, եթե հնարավոր է, նաև բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա հետևում եք մեզ ամենօրվա ռեժիմով եւ չեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Այսօրվա հաղորդումը շատ կարևոր է, բայց կփորձեմ կարճ լինել, որովհետեւ ես եմ հոգնած եւ դրանից բացի կա բազմաթիվ վերլուծելու մեծ վերլուծելու թեմա ունենք, սակայն միանգամից կարող ենք անել որոշ վերլուծություններ, որոշ գնահատականներ շատ արագ կարող ենք տալ եւ կարեւոր գնահատականներ։ Ինչպես գիտեք, J.D. Vance-ը արդեն այցելեց Հայաստան իր կնոջ եւ երեխայի հետ, ինչպես նաեւ պատվիրակության կազմում կային բարձրաստիճան կարևոր պաշտոնյաներ նաեւ, եւ այնտեղ Ալեն Սիմոնյան դիմավորեց J.D. Vance-ին, սակայն ամենակարևորը մենք տեսանք արդեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, J.D. Vance-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման այդ հայտարարությունները իրոք շատ աննախադեպ հայտարարություններ հնչեցին, ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի լուրջ եւ խորը հարաբերություններ է հաջողվել հաստատել Հայաստանին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան ես պատկերացնում էի, ինչը բնականաբար շատ է ուրախացնում ինձ եւ հաստատಸಿ այդ մամլու ասուլիսից եւ հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խորացրել է նաեւ հասցրել է խորացնել իր հարաբերությունները նաեւ ռազմական ոլորտում։ Կարծում եմ օրվա սենսացիան այն էր, որ Հայաստանը փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ կարևոր անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել, բավականին մեծ եւ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրում է միայն իր դաշնակիցներին, պարամետրերին ծանոթանալով հասկանում ես, որ բավականին լուրջ անօդաչու թռչող սարքեր են, հետախուզական բնույթի, կարող են թռնել մինչև 10 ժամ, 5000 մետրից ավել կարող են օդ բարձրանալ, դա նշանակում է այն, որ անհասանելի կլինեն հոպի համար եւ անտեսանելի։ Ես կրկնեմ, ռազմական փորձագետ չեմ, բայց դե պատկերացնում ես, եթե 5000-ից ավել կարող է բարձրանալ անօդաչու թռչող սարքը, ապա այն իրականում շատ դժվար է դառնում խոցման համար եւ 10 ժամ թռիչքը շատ լուրջ թվեր են, նրանց բացի որքան հասկացա այդ դրոների վրա կարելի է տեղադրել նաեւ լազեր եւ արդեն որպես կոնկրետ զենք օգտագործել, այսինքն ոչ միայն հետախուզական նպատակներով, այլ նաեւ կոնկրետ ռազմական նպատակներով կարելի է օգտագործել այդ դրոները։ Այդ դրոների ցուցադրումը տեղի է ունեցել արդեն Փաշինյանի մոտ, դրանից բացի J.D. Vance-ը ասում է, որ էլի դրոները Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրելու Հայաստանին 11 միլիոն դոլարի դրոներ, թիվը իրականում շատ մեծ չէ, բայց կարևորը այն է, որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձրորակ ռազմական տեխնիկա են փաստացի մատակարարում Հայաստանին, այնինչ Ադրբեջանին բնականաբար չի մատակարարում, այն կատերները եւ զրահաբաճկոները չի կարելի համեմատել այս դրոների հետ բնականաբար եւ մինչեւ վերջի պահը այդ ամենը գաղտնի էր պահվում։ J.D. Vance-ը շատ լավ ձևով նույնիսկ ոչ թե ակնարկեց, այլ հստակ ասեց, որ խաղաղությունը տարածաշրջանում նաեւ ահա այդ ձևով կարող է ապահովել։ Այսինքն շատ լավ են պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ, նաեւ Թուրքիայի հետ, բայց նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործնական շատ լուրջ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այդ խաղաղության փաստաթղթերը այլ ձևով եւս ամրապնդված եւ ամրացված լինեն, այսինքն այդ դրոների տրամադրումը կոնկրետ ուղղված է նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը լինի հարատև։ J.D. Vance-ը շատ դրական էր արտահայտվում նաեւ Հայաստանի նկատմամբ, հիշելով, որ Հայաստանը հնագույն քրիստոնյա երկիր է, հնագույն երկիր եւ ասում է, որ մեծ պատիվ է ինձ համար գտնվել Հայաստանում։ Նա նաեւ սենսացիոն մեկ այլ տեղեկություն հայտնեց, որ հիմա
5 միլիարդ դոլարի ներդրում է իրականացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում, ապշեցուցիչ թիվ է այս պահի դրությամբ, եւ դրանից հետո կրկին 4 միլիարդ դոլարի տեսակ նաև ատոմային էներգետիկայի ոլորտում շատ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, սա ուղղակի կատարվողը սենսացիայի նման մի բան է, հիանալի նորություն մեզ համար, եւ այս ամենը վկայում է մեկ բան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շատ կարևոր ստրատեգիկ նշանակություն է ձեռք բերել Հայաստանը։ Ես չեմ վախենա համեմատություն անցկացնել Հարավային Կորեայի հետ կամ նույն Իսրայելի հետ, շատ կարևոր դերակատարություն է ձեռք բերում Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ դա է խոսում նաև փաստացի Վենսը, ասելով, որ իրենք շատ են ուսումնասիրել Փաշինյանի քաղաքականությունը, այսինքն իրենք վստահում են կոնկրետ Փաշինյանին, դրա համար այդպիսի ներդրումներ են հիմա արվելու Հայաստանում, դրոններ են տրամադրվելու ռազմական նշանակության, եւ դրանից բացի արհեստական բանականության մեջ շատ լուրջ ներդրում է իրականացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, այդ չիպերը, որը հիմա տալու են Հայաստանին, հստակ եւ շատ պարզ ասում է Վենսը, որ դրանք շատ բարձր տեխնոլոգիական սարքեր են եւ ամեն երկրի չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրում են այդ տեխնոլոգիաները, իսկ Հայաստանը այդ երկրների շարքում է քիչ, շատ քիչ այն դաշնակից երկրների շարքում է, որտեղ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունենալու է տվյալ չիպեր, այսինքն մատակարարելու է այդ չիպերը։ Սա ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, ես չեմ ասում։ Եվ սա նշանակում է այն, որ իրենք վստահում են Փաշինյանի կառավարությանը, Փաշինյանի քաղաքականությանը, շատ ամուր է մուտք գործում Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստան, ոչ միտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս տարածաշրջանից չի գնալու, արդեն ինքն է ներկա, կոնկրետ ինքն է ներկա եւ ոչ միտեղ չի գնալու, ու սա շատ լուրջ ուղերձ է նաեւ Հայաստանում ընդդիմադիրներին, Ռուսաստանին նույնպես, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, կարծում եմ նաև ինչ-որ միտեղ Վրաստանին, որպեսզի Վրաստանն էլ փորձի շատ արագ վերականգնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Իհարկե մենք վաղը կտեսնենք J.D. Vance-ի հանդիպումները Ադրբեջանում եւ այն պայմանավորվածությունները, որոնք որ ձեռք կբերվեն Ադրբեջանի հետ, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի նման այդպիսի կարևոր ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն նաև Ադրբեջանի հետ, Ադրբեջանի համար։ Եվ J.D. Vance-ն էլ փաստացի դա չի թաքցնում, ասելով, որ իրենք կարծում են, որ Հայաստանը կարող է շատ լուրջ հենակետ դառնալ տարածաշրջանի տնտեսության զարգացման համար։ Սա կոնկրետ J.D. Vance-ի խոսքերն են։ Ինքը տեսնում է, որ Հայաստանն է դառնալու այդ հիմքը, այդ կենտրոնը, որտեղ որ տնտեսական շատ լուրջ զարգացում է տեղի ունենալու եւ այդ տնտեսական զարգացումը տարածվելու է նաեւ ամբողջ տարածաշրջանի վրա, այսինքն Հայաստանը այն կարևոր առանցքային երկիրն է դառնալու տարածաշրջանում տնտեսական զարգացման համար։ Եվ բնականաբար, եթե նման ծրագրեր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե նաեւ 5, հետո 4 միլիարդ դոլարի ներդրում է իրականացնելու, նաեւ թրիփն է կառուցելու ու ռազմական բնույթի զենքեր է տրամադրում, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած այն մարտահրավերներին, որոնք որ Հայաստանի ուղղվելու են դեպի Հայաստան, թե հյուսիսից, թե հարավից եւ թե արևմուտքից Թուրքիան ի նկատի ունեմ եւ թե նաեւ արևելքից Ադրբեջանը ի նկատի ունեմ արևելք ասելով։ Կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է եւ հստակ է, ավելացնել կարելի է այն, որ թրիփը ուղղակի լոկ ծրագիր չէ, ոմանք ասում են դա Իվանաց Հայաստանի շահերի է, իսկ մենք հիմա տեսնում ենք, որ չէ։ Շատ լուրջ եւ կարեւոր նշանակություն ունի թրիփը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, կենտրոնական Ասիա դեպի այդ ճանապարհը եւ ամեն ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները կապվում է միմյանց։ Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, Թուրքիան լուրջ ծրագրեր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ Իրանի հետ։ Ես կարծում եմ, որ Թրամփի վարչակազմը կարող է նաեւ լեզու գտնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Կարծում եմ, որ կկարողանա եւ Հարավային Կովկասի մասով եւս կփորձի պայմանավորվել։ Կփորձեն, կստացվի, չի ստացվի, արդեն հիմքը բավականին լուրջ է Հայաստանում գցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ
որևիցե մեկուց չկարողանա խափանել իր ներկայությունը տարածաշրջանում։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, դեռ կհետևենք հանդիպումներին, քիչ առաջ նաև Վենսը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատրյանի հետ, կհետևենք այս հանդիպումներին, հետո նոր արդեն ավելի ընդարձակ վերլուծություն կանենք, իհարկե նաև կարևոր է այն, որ Փաշինյանը եւ արտգործնախարար Արադ Միրզոյանը հաստատել են, որ նաև գերիների հարցին է եղել անդրադարձ Ադրբեջանում պահվող գերիների հարցին։ Դե հիմնականում այսքան այս պահի դրությամբ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։